Հարգելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ, ակնհայտ է, որ բազմիցս ենք նշել, որ այս իշխանություններից գեյների վերադարձի հարցով որևէ ակնկալիք չկա։ Սակայն վերջերս թուրք լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը զարմացած ասում էր, որ մարդիկ թեև կարող են այո արդարացի դժգոհել, որ Հայաստանի կառավարությունը ոչինչ չի անում, սակայն դրա կողքին պարտավոր են ասել, թե այդ ինչ պետք է անեն, որ մենք էլ իբր թե ոչինչ չենք անում։ Ակնհայտ է, որ նույնիսկ եթե Հայաստանի իշխանությունները իրենց խոսքով ասած լուր աշխատանքներ են տանում գերիների վերադարձի մասով, այն փաստը, որ գերիները չեն վերադառնում, դա արդեն խոսում է նրանց անարդյունավետ աշխատանքի մասին, որը իրենց պարտականությունն է պաշտպանել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ կան բազմաթիվ գործիքակազմեր, որոնք Հայաստանի հայանպաստ կառավարությունը ի վիճակի է իրականացնել գերիների ազատման հարցով։ Աշխարհի բազմաթիվ երկրներ, միջազգային կառույցներ Հայաստանի իշխանության լռության կողքին բազմիցս բարձրաձայնում են գերիների հարցերը։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գլխավոր օրակարգը պետք է դառնա հայ գերիների վերադարձը։ Այն ոչ թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ինչ-որ մի հատված է, ինչպես օրինակ սահմանազատումը, ճանապարհների բացումը, որը երկկողմանի քննարկման և երկկողմանի գործողությունների անելիք է, այլ բացառապես միակողմանի Ադրբեջանի կողմից միջազգային բազմաթիվ կոնվենցիաների, բազմաթիվ պարտավորությունների խախտում է։ Եվ սա ոչ թե պետք է դառնա Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների քննարկման առարկա, այլ Հայաստանի Հանրապետության կողմից հստակ նախապայման ուղղված Ադրբեջանին և ուղղված միջազգային հանրությանը այս ուղղությամբ արժանանալով աջակցության ընդդեմ Ադրբեջանի։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջազգային հայցերի կողքին միջազգային հանրությունից պետք է պահանջի հստակ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ, մասնավորապես այն անձանց նկատմամբ, ովքեր ներգրաված են հայ գերիների առևանգման և այս պահին կես դատավարությանը։ Ադրբեջանի նկատմամբ հստակ պատժամիջոցները միայն հնարավորություն կտան Ադրբեջանի իշխանության կողմից զիջումների գնալ։ Հայաստանի կառավարությունը ոչինչ չի անում նաև մեր գերիների ընտանիքների հետ աշխատանքով։ Եթե դուք լուր աշխատանք եք տանում, որը չեք ուզում վնասի գերիների վերադարձին և այդ չեք փոխանցում հանրությանը և լրատվամիջոցներին, ապա մեր 23 գերիների ընտանիքներին ներկայացրեք ձեր ամենօրյա աշխատանքը, թե այդ ինչ աշխատանքով եք զբաղվում, որ նրանք պետք է վերադառնան։ Միջազգային հանրության այդ աշխատանքներում ընդհանրապես խոսք չի գնում գերիների մասով։ Այդ ուղղությամբ Հայաստանի կառավարությունը պարտավոր է միջազգային մեր գործընկերների հետ աշխատանքներ տանել, պահանջելով, որ այս ուղղությամբ հստակ դիրքորոշում հայտնեն։ Վերջերս խաղաղության պայմանագրի, ավելի ճիշտ արդեն խաղաղության համաձայնագրի, որը իրավական այնպիսի ուժ չունի, որը պայմանագիրն է, այդ ուղղությամբ միջազգային հանրությունը բազմաթիվ ողջույններ է հղում երկու կողմերի։ Միացյալ Նահանգների կողմից ներկայացված այդ հայտարարության մեջ նաև հստակ նշվում է գերիների վերադարձը։ Շատ կարևոր է, որ նաև Հայաստանի կառավարությունը միջազգային հանրության հետ հստակ ներկայացնի մեր պետության դիրքորոշումը, որ Բաքվի բանտում գտնվող քաղաքացիները բացառապես գերի և պատանդ են, ովքեր առևանգվել են Ադրբեջանի կողմից։ Եվ այն դատավարությունները, որոնք տեղի են ունենում, որևէ աղերս չունեն իրականության հետ, և այն կոչեր, այն պահանջները, որ երբեմն միջազգային հանրության կողմից ներկայացվում են, որ պետք է լինի արդար դատավարություն, ամենևին այն չեն, ինչ որ Հայաստանի իշխանությունը պետք է պահանջի։ Այս ամենը իհարկե խոսք է գնում նորմալ հայանպաստ կառավարության մասին։ Բայց նույնիսկ եթե այսօրվա իշխանությունը, որը Ադրբեջանի հետ բանակցում է խաղաղության համաձայնագրի շրջանակներում, և վերջերս էլ նույնիսկ այդ վերջի Ադրբեջանի պահանջներն է կատարում ԵԱՀԿ Մինսկի խմբի հրաժարման և միջազգային հայցերի հետ քաշման մասով, այս ուղղությամբ էլ կարող է հստակ ներկայացնել գերիների դիրքորոշումը։ Ակնհայտ է, որ գերիների նկատմամբ դատավարությունը նույնպես իրավական հարթության մեջ է Ադրբեջանը ներկայացնելով, որ նրանք ոչ թե գերի են, այլ մեղադրյալ են և պետք է դատապարտվեն և նա գերիներին վերադարձրել է։ Այդ ուղղությամբ Հայաստանի իշխանությունը, եթե անգամ պետք է այդ հայցերը հետ պահանջի, դրա շրջանակներում պարտավոր է միջազգային հայցերի հետ միասին նաև ներքին հայցերը
հետ քաշելու եւ այլևս փոխադարձ երկրների, այսինքն Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխադարձ երկրի քաղաքացիների նկատմամբ որևէ քրեական հետապնդում իրականացնելու պարտավորություն ունենա։ Սա հնարավորություն կտա նաև խաղաղության համաձայնագրի շրջանակներում, որը արժանանում է միջազգային հանրության հավանությանը, հստակ այդ ներքին պահանջները նույնպես դադարեցնելու հնարավորությամբ անմիջապես վերադարձնել գերիներին։ Սակայն ցավոք ունենք այն ինչ ունենք եւ Հայաստանի իշխանությունը ինար գործությամբ աջակցում է Ադրբեջանի իշխանությանը եւ մենք մեկ անգամ եւս միջազգային հանրությանը կոչ ենք անում եւ պահանջում ենք իրենց պարտականությունների շրջանակներում հստակ ուղերձներով պահանջել Ադրբեջանից հայ գերիների վերադարձի մասին։ Շնորհակալություն հետագա մեր ակցիաների եւ գործողությունների մասին հարգելի հայրենակիցներ, սիրելի լրագրողներ, առաջիկայում կտեղեկացնենք։